Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ռիչարդ Բաքստեր, օր հունվարի 27 Ով Տեր, քո անունի համար քավիր իմ անօրենությունները, որ շատ է, Սաղմոս 25-րդ գլուխ 11-րդ խոսք։ Եթե Աստված նախընտրեր, որ դուք դատապարտված լինեիք, քան դարձի գայիք և փրկվեիք, նա իր խոսքը չէր հաստատի իր գործերով, նա ձեզ իր մոտ չէր քաշի իր ամենօրյա բարությամբ և նա ձեզ չէր տա այս կյանքի բոլոր ողորմությունները, որոնք նրա միջոցներն են ձեզ ապաշխարության բերելու համար, ոչ էլ նա այդքան հաճախ կենթարկեր ձեզ իր գավազանի հարվածներին, ձեզ խելքի բերելու համար, նա այդքան շատ օրինակներ չէր բերի ձեր աչքի առաջ և ոչ, նա այդքան համբերատար չէր սպասի ձեզ, որքան անումել է օրեցօր և տարեցտարի։ Չկա որևէ նշան, որ նա ուզում է ձեր մահը, եթե դա նրան հաճելի լիներ, որքան հեշտությամբ կարող էր նա ձեզ վաղուց դժոխք ուղարկել, քանի անգամ կարող էր նա ձեզ բռնել ձեր մեղքերի, ձեր անեծքների, ձեր երդումների, ձեր սրտերի, ձեր անտարբերության և հպարտության ու ցանկությունների մեջ, երբ էր վերջին անգամ, երբ հարբած վիճակում էիք, կամ վերջին անգամ, երբ ծաղրում էիք Աստծո ճանապարհները, որքան հեշտությամբ կարող էր նա կանգնեցնել ձեր շունչը, սանձել ձեզ իր պատուհասներով և սթափեցնել ձեզ ստորգետնյա աշխարհում։ Միթե այդքան դժվար է ամենակարողի համար սանձել ամենահայհոյող զրպարտչի լեզուն կամ էլ ամենադաժան հալածողի ձեռքերը, հանդարտեցնել ամենամոլի թշնամիների զայրույթը և նրանց հասկացնել, որ նրանք ընդամենը որդեր են։ Եթե նա դեմ լիներ ձեզ, դուք վաղուց կընկնեիք գերեզմանը։ Եթե նա հանձնարարեր իր հրեշտակներից մեկին գնալ և ոչնչացնել 10,000 մեղավորների, որքան արագ կարվեր դա։ Որքան հեշտությամբ կարող է նա ձեզ պառկեցնել տառապանքի մահճակալին, ստիպել ձեզ պառկել այնտեղ ցավից ճչալով, ստիպել ձեզ կուլ տալ այն նախատինքները, որոնք դուք արտաբերել եք իր ծառաների, իր խոսքի, իր երկրպագության և իր սուրբ ճանապարհների դեմ և ստիպել ձեզ գնալ և աղոթքներ աղերսել նրանցից, ում դուք արհամարհել եք ձեր ինքնահավանության մեջ։